Բարոձը սարգել է հայրենակիցներ, այսօր մեր շատ սպասված հյուրն է Միքայել Զոլյանը, բարև Միքայել։ Ուրեմն Վաղուց չենք տեսնվել, վերջի անգամ Կիևում 19 թվականին, եթե չեմ սխալվում։ հա 19 թվականի ձմեռն էր, այդպես վերջին երևի իմ այցելություններ ինչ-որտեղ այս կովիդից առաջ նախավերջինն էր իրականում, հետո մի հատ էլ գնացել եմ Սերբիա, բայց հավերի ուրիշ պատմական մի հատ ժամանակաշրջան էր։ Իսկ տպավորությունները ինչպիսին էին, ասենք, շատ բան փոխվեց գալուց հետո, տեսնելուց հետո, շփվելուց հետո ուկրաինացի գոլեգաների հետ։ Դե ուկրաինացի գոլեգաների հետ ես մինչև էլ էի շփվել, մոտավորապես պատկերացնում էի, ավելի շատ ինձ հետաքրքիր էր հենց Ուկրաինայի հայ համայնքի հետ շփվելը եւ այդ իմաստով իհարկե շատ հետաքրքիր էր եւ ես շատ բան հասկացա Ուկրաինայի ակտիվ համայնքի մասին։ Օրինակ ես չգիտեի, որ Ուկրաինայի հայ համայնքը Եվրոպայի երրորդ մեծագույն համայնքն է, չգիտեմ հիմա էլ այդպես է մնացել վերջին իրադարձություններից հետո թե չէ, ենթադրում եմ որ այո եւ այս իմաստով իհարկե շատ կարեւոր էր ու ժամանակ ես հասկացա թե ինչ լուրջ պոտենցիալ ունի Ուկրաինայի հայ համայնքը, որը մենք չենք օգտագործում, ցավոք սրտի, կամ այն ժամանակ չենք օգտագործում։ Հիմա էլ հույս ունեմ, որ գոնե կսկսենք օգտագործել, հաշվի առնելով այս աշխարհաքաղաքական փոփոխությունները, բայց այն ժամանակ իհարկե նաև պարզ էր ինչու, որովհետև ցավոք սրտի Հայաստանը եւ Ուկրաինան ու չէի ասի, որ հակառակ ճամբարներում էին, բայց առնվազն միևնույն ճամբարում չէին։ Հա, գոնե ֆորմալ աշխարհաքաղաքական առումով, հա, չնայած գաղափարական առումով, արժեքային առումով այն ժամանակ էլ էին նույն ճամբարում, բայց այն ժամանակ դեռ Հայաստանում կար այդ իլյուզիան, որ Ռուսաստանը լավն ավատնա, բայց մեր դաշնակիցն է եւ ուրեմն մենք որոշակի սահմանափակումներ ունենք։ Հիմա երբ որ արդեն այդ իլյուզիան ջախջախվել է կարծես վերջնականապես, ես կարծում եմ նոր հնարավորություններ են բացվում նաև Ուկրաինայի հետ համագործակցության եւ նաև Ուկրաինայի հայ համայնքի համար, այսպես ասած, իրեն դրսևորելու տեսակետից։ Ինչպես ես գնահատում Աննա Հակոբյանի այցը Կիև։ Դե բնականաբար այստեղ երկու բան կա, հա, մեկը նա է, որ Ուկրաինա ցանկացած, չգիտեմ, ժողովրդավարական արժեքներին հավատացող կամ մարդկային հումանիտստական արժեքներին հավատացող մարդը չի կարող այս ամեն ինչի պարագայում Ուկրաինայի կողմից չլինել, չդատապարտել ռուսական ագրեսիան, չապրոմակսել ուկրաինացիներին եւ այս իմաստով շատ դրական էր այդ այցը։ Ինչ վերաբերում է քաղաքական այդ այցի քաղաքական աստառեն, ենթադրում եմ, որ գուցե ավելի ճիշտ կլիներ ինչ-որ գործնական քայլեր ձեռնարկվեին, հա, ասենք պետական պաշտոնյաների այցեր լինեին կամ ինչ-որ ուրիշ քայլեր լինեին, բայց դա էլ է դրական ամեն դեպքում ուղղակի ես հույս ունեմ, որ այս ամեն ինչը հաշվարկած էր, հաշվի առնելով նաև Ռուսաստանի ռեակցիան, որ բարձրավոր լինելու էր, հույս ունեմ, որ սա ոչ թե առանձին վերցրած ինչ-որ մի հատ քայլ էր, որ իզուր տեղը ուղղակի, պես ասած, Ռուսաստանին հունից հանելու է, բայց հա, դրանով էլ ամեն ինչ վերջանալու է, այլ ես հույս ունեմ, որ սա համակարգված ինչ-որ մի, պես ասած, ծրագրի մի մաս է, նոր օրակարգ է, որտեղ տեղի ունենալու Հայաստանի աշխարհաքաղաքական վերադիրքավորում, հա, եւ այս այցը հուսով եմ, որ վերջինը չէր եւ դրանով ամեն ինչ չի ավարտվել։ Այս իմաստով կարծում եմ շատ կարեւոր է նաեւ որ շարունակություն լինի եւ արդեն պետական մակարդակով ինչ-որ այցեր տեղի ունենան։ Հանդիպում եղավ նաև Դուբլինում խորհրդարանների նախագահների, բավականին հետաքրքիր էր, կոնտակտը նույնպես շատ սպասված էր եւ հենց այդ սառույցը հալեցնելու առումով շատ կարեւոր էր, որովհետեւ նման կարգի հանդիպումներ վաղուց չէին եղել։ Շատ կուզենայի, որ նաև Իսպանիայում Փաշինյանը գոնե ասենք կարճ հանդիպում ունենար նաև Զելենսկու հետ, սա նույնպես շատ լավ ազդեցություն կունենար Հայաստանի իմիջի վրա, բայց սպասենք տեսնենք ինչ կլինի։ Գալով օրվա լուրերին ասեմ, որ Ալիևը հրաժարվել է գնալ Իսպանիա, Գրանադա, պատճառ բռնելով թե Ֆրանսիայի դիրքորոշումը, չես կարծում, որ սա փախուստ է եվրոպական հարթակից եւ ադրբեջանցիները այլ խոսելիք չունեն։ Ես պարզապես նախորդ հարցազրույցներում իմ լսարանի հետ կիսվել եմ այն փաստերով, որ
Ադրբեջանը նույնիսկ այն աստիճանի շփոթության մեջ է, որ նույնիսկ չեն մեկնաբանում իրենց քաղաքական մեկնաբանները ուկրաինական ալիքներում, երբ որ դիմում են։ Բացի այն խոսող գլուխները, որ միշտ կային, դրանք ուրիշ հարթության մեջ են, դրանք են YouTube փապաղջիների գործերն, իրական հեռուստատեսությունից, երբ որ կենտրոնական հեռուստատեսությունից ես եմ միանում, հայկական փորձագետներն են միանում, անընդհատ այդ խոսակցությունը կա, որ ադրբեջանցիները հրաժարվում են միանալ։ Սա նրա մասին է խոսում, որ նրանք վախենում են եւ նրանց լոբիստները նույնիսկ սկսել են խոսել նրա մասին, որ Ադրբեջանը ծանր իրավիճակում է հայտնվել քաղաքական իմաստով։ Չես կարծում, որ սա ամենը փախուստ է եւ Ալիևը խոճապի մեջ է, մի քիչ չի հասկանում ինչ քայլեր պետք է արվի։ Տեսեք, ես նախ այդ պատճառաբանության վերաբերյալ, հա, որ Ֆրանսիայի մասնակցություն եւ այլն, դա ստանդարտ պատճառաբանություն է, որ արդեն մի տարուց ավել ադրբեջանցիները, երբ որ Ալիևը կոնկրետ, երբ որ չեն ուզում հանդիպել, այդ պատճառաբանությունն են բերում։ Այնպես որ սա լուրջ չի, ի սկզբանե հայտնի էր այդ հա ձևաչափը։ Այնպես որ պարզա որ պատճառները այլտեղ պետք է որոնել։ Ես կարծում եմ, այստեղ խնդիրը նա է, որ Ադրբեջանի համար այնուամենայնիվ այս վերջի իրադարձությունների արձագանքը, որը Եվրոպայից եկավ, կամ անսպասելի էր, կամ այնուամենայնիվ այդ աստիճանի չէին սպասում նրանք, հա, ասենք երևի ինչ որ չափով սպասում էին, որ կլինի նման արձագանք, բայց չէին սպասում, որ նման այդքան կոշտ կլինի, կամ էլ չէին սպասում, որ նրանց ուրեմն այսպես ասենք հույսեր ունեին, որ նրանց կհաջողվի այս էթնիկ զտման փաստը ավելի էֆեկտիվ ձևով կոծկել, հա, այսինքն այդ անչը ներկայացնել ուրիշ ձևով, երևի չէին սպասում, որ այդպես միանգամից մի քանի օրվա մեջ ամբողջ հայ բնակչությունը կգնա, այնպես որ այս կոշտ արձագանքը նրանց համար ինչ որ չափով անսպասելի էր եւ նրանք դեռ չեն մշակել ինչ որ մարտավարություն, թե ոնց պատասխանեն այդ մեղադրանքներին, թե ինչ անեն եւ դրա համար ես կարծում եմ, որ ամենաբնական այս բացատրությունը, ամենապարզ բացատրությունը նա է, որ նրանք վախենում էին, որ իրանց այնտեղ անհարմար հարցեր կտրվեն եւ այսպես ասած դեմը կդրվի, ոչ այս մի քիչ փողոցային արտահայտության համար, թե իրենց արարքները ինչ են, հա, եւ կարծում եմ սա մարտավարական նահանջ է, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը սրանով ամբողջապես հրաժարվում է արևմտյան հարթակից, քանի որ բարձր որ Ռուսաստանի հետ ապագա չկա, հա, ինչքան էլ Ադրբեջանը այսօր Ռուսաստանի հետ սերտ համագործակցում է, բայց կարծում եմ, որ ռազմավարական, այսպես ասած, նրանց հաշվարկներում նրանք այնուամենայնիվ կուզենային լինել արևմուտքի հետ միևնույն ճամբարում, եւ նրանք հասկանում են, որ հիմա դա նրանց համար շատ ավելի բարդ է լինելու։ Նախկինում նրանք կարողացել էին ստեղծել այս կեղծ նարատիվը, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, Ադրբեջանը արևմուտքի դաշնակիցն է, ճիշտ է, ինչ որ հարցերում ստիպված համագործակցում են Ռուսաստանի հետ, բայց իրականում ուրեմն նրանք արևմուտքի դաշնակից են։ Հիմա այս ամեն ինչը իհարկե ըստ էության այլևս չի աշխատում, ակնհայտ է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, անգամ ֆորմալ առումով երևի շուտով այդ հարցերը կլուծվեն։ Եվ Ադրբեջանը այսօր այսպիսի մի բանի խոճապ չի ասի, բայց հա, այսպիսի անորոշ իրավիճակում է հայտնվել եւ պատահական չէ, որ լոբիստները հիմա ուղղակի չգիտեն իրենց նարատիվները, որ մինչև հիմա աշխատել է եւ ցավոք սրտի մեր տեսակետից շատ էֆեկտիվ է աշխատել, հիմա արդեն չեն աշխատի։ Եվ նրանց երևի ժամանակ է պետք, որպեսզի ինչ որ նոր դիրքորոշումներ կարողանան մշակել եւ արդեն այդ նոր դիրքորոշումներով գնան Եվրոպա, բայց ես չեմ կարծում, որ նրանք լրիվ կհրաժարվեն այդ եվրոպական ուղղությունից, որովհետեւ դա իհարկե մեզ համար շատ լավ կլիներ, բայց ցավոք սրտի ես կարծում եմ, որ դա իրատեսական չէ։ Ակտիվացել է միջազգային խաղացողների շարժը ռեգիոնում, մենք տեսանք Հռոմեի ստատուտ ընդունելուց հետո Եվրոպայի արձագանքը, եվրոպական տարբեր երկրներից արձագանքներ եւ տեսանք նաեւ Իրանի հայտարարությունը այսօրվա, որ պատրաստ են դիտորդներ ուղարկել հայ-ադրբեջանական սահմանին, իմիջիայլոց դրա մասին խոսում է Գենշտաբի պետը Իրանի։ Ինչ կարծիքի ես, ինչ տենդենցիաներ կարող են մեզ սպասել աշխարհաքաղաքական իմաստով, որ տեսնում ենք ռեգիոնից դուրս խաղացողները սկսում են ավելի ակտիվ խաղալ ռեգիոնում։ Հայաստանի դերն է փոխվում, Ադրբեջանը ընկավ անորոշ իրավիճակի մեջ եւ հիմա նա պետք է փորձի նորից արևմուտքին դուր գալ, ինչպես ասացիր, իրենք ամբողջությամբ չեն հրաժարվի եւ այստեղ խաղի մեջ է մտնում Իրանը նման հայտարարությամբ դիտորդներ, բայց Գենշտաբի ղեկավարի կողմից հայտարարություն։
Իրոք Իրանի այս հայտարարությունը շատ կարևոր է, չնայած ես չէի ասի, որ այստեղ Իրանը նոր է խաղի մեջ մտնում, այսինքն Իրանը վաղուց է խաղի մեջ եւ անգամ ինչ որ իմաստով ավելի վաղուց, քան Արևմուտքը, որովհետեւ օրինակ 2021 թվականին, երբ Արևմուտքը ընդհանուր առմամբ համեմատաբար ավելի пассив էր, կար մի պահ, երբ որ ըստ էության Իրանի շնորհիվ այդ ամբողջ Զանգեզուրի միջանցքի ծրագիրը խափանվեց եւ բավական սրվել էին հարաբերությունները Իրանի եւ Ադրբեջանի միջեւ։ Այնպես որ Իրանի այս դիրքորոշումը նոր չի, բայց այդ գործիքը նոր է, հա, այսինքն դիտորդների մասին խոսք չկար մինչև հիմա եւ հետաքրքիր է, որ հիմա Իրանը եւս որոշել է այդ գործիքին դիմել։ Ինչ վերաբերում է Հայաստանի խնդրին, հա, այս համատեքստում, դարձում Հայաստանը այսպիսի մի առաջադրանք ունի Իրանին բացատրել, որ Հայաստանի այս նոր կողմնորոշումը, հա, դեպի արևմուտք, նա ոչ թե հակաիրանական է, այլ Հայաստանամետ է, հա, եւ Իրանը ըստ էության ընտրություն ունի, կամ իր սահմանին ունենալ թուրք-ադրբեջանական ու ռուսական ֆորմալ առումով, բայց իրականում թուրք-ադրբեջանական վերահսկվող մի հատ տարածք, որտեղ Իսրայելը բնականաբար ունենա մուտք ու ելք շատ հանգիստ, կամ ունենալ արևմուտքի դաշնակից, բայց ինքնուրույն Հայաստան եւ հա օրինակ պայմանական ասած կարող է օրինակ չնեմ ֆրանսիական զենքերով զինված հայկական զորքեր այնտեղ լինեն, հա, կամ չնեմ ֆրանսիացի կամ եվրոպացի դիտորդներ լինեն, որը Իրանի համար իհարկե չարյաց փոքրագույն է, եթե համեմատենք իսրայելական եւ թուրքական գաղտնի ծառայությունների հետ կամ ասենք ISIS-ի ահաբեկիչների հետ։ Այնպես որ այստեղ որոշակի դիվանագիտական աշխատանք կա, որը ես հույս ունեմ, որ տարվում է կամ ինչքան հասկանում եմ, դա տարվում է եւ Արմեն Գրիգորյանի այցը Իրան հենց դրա վկայությունն է։ Եվ այստեղ մենք ունենք իրավիճակ, երբ որ չնայած Արևմուտքը եւ Իրանը ընդհանուր առմամբ բավական լարված հարաբերություններ ունեն, այս հարցում նրանց շահերը համընկնում են։ Իհարկե նաև կան որոշակի միտումներ Արևմուտքի եւ Իրանի միջև հարաբերությունների կարգավորման, բայց ընդհանուր առմամբ իհարկե շատ հարցեր կան, որտեղ Իրանը դեռևս ցավոք սրտի շարունակում է, այսպես ասած, Արևմուտքին որպես հակառակորդ տեսնել եւ դրա հետևանքն է նաեւ ու կարծում եմ ուկրաինացիները շատ լավ գիտեն, այդ համագործակցությունը, որը Ռուսաստանի եւ Իրանի միջև տեղի ունենում զենքի ոլորտում, դրա հետևանք է։ Ես իհարկե Հայաստանի համար շատ ավելի լավ կլիներ, որ Արևմուտք-Իրան հարաբերությունները ավելի կոնստրուկտիվ լինեին, բայց դե ցավոք սրտի սա արդեն մեզնից կախված չէ եւ մենք ուղղակի պետք է կարողանանք այս եղած իրավիճակում մեզ ճիշտ դիրքավորել։ Նա այս ֆոնի վրա Հայաստանը ստեղծել է արտաքին հետախուզություն, նույնիսկ ղեկավար է նշանակել, ղեկավարը կին է, հետարքին է, չէ, շատ արագ է զարգանում ներքաղաքական process-ները, բայց մի քիչ գիտես Արևմուտքի հետ շփվելու գործում կոմունիկացիաներում մի քիչ միևնույն է Հայաստանի դիրքորոշումը մի տեսակ пассив է եւ լավ ներկայացված չէ կամ բարձր ձայնով ներկայացված չէ, չնայած այս պահին հենց այդ բարձր ձայնի ժամանակն է։ Մենք տեսնում ենք, որ Մոսկվան հերթական, ասենք, ընկճվելու առիթն է գտել, որ Հայաստանում հնարավոր է ռուսական հեռուստաալիքները փակվեն, պատկերացնում ես Մարիա Զախարովան ասում է, որ դա հարված է դեմոկրատիային։ Փաստորեն նրանք գիտեն ինչ է դեմոկրատիան եւ պատկերացնում են, որ դա կարող է հարված լինել, չես զգում, որ սա հոգեվարք է արդեն ոչ թե արտաքին քաղաքականություն Ռուսաստանի կողմից։ Դե գիտեք, այս Զախարովայի հայտարարության վերաբերյալ ես հիշեցի բանի Բրոդսկիի մասին էին պատմում, որ ինքը Եվտուշենկոյի հետ ինչ-որ կոնֆլիկտ ուներ ու իրան ասել էին, որ գիտես Եվտուշենկոն կոլխոզների դեմ է արտահայտվել, նա ասել էր, եթե Եվտուշենկոն կոլխոզների դեմ է, ես կոլխոզների կողմ եմ։ Հա, եթե Զախարովան դեմոկրատիայի կողմնակից է, ապա ես ուրեմն երևի տոտալիտարիզմի կողմնակից պետք է լինեմ, որովհետև ակնհայտ է, որ այն ինչ որ նա անվանում է դեմոկրատիա, իրականում դեմոկրատիայի հետ որևէ կապ չունի, եւ սա հետաքրքիր է, որ նույն ռետորաբանությունը, որը օգտագործվում է օրինակ Եվրոպայում ռուսական ալիքների արգելքի հետ կապված, հա, իսկ այստեղ բարձր որ լրիվ ուրիշ իրավիճակ է, որովհետև ինչի պետք է հայկական մուլտիպլեքսում լինեն ռուսաստանյան ալիքներ, հա, ասենք որևէ տրամաբանություն չկա, էլի մարդիկ ինտերնետում կամ բանով Սպուտնիկովի հեռուստատեսությամբ կարող են նայել, ուրեմն ինչ ալիք ցանկանում են, հա, ես իրականում այս ալիքների փակումը ավելի շատ նույնիսկ դիտարկում են որպես խորհրդանշական, որովհետև պարզ է, որ այն մարդիկ, ովքեր հավատում են դրան, իրենք կշարունակեն ինչ-որ ձևով գտնել ու նայել, այն մարդիկ, ովքեր չեն հավատում, նրանք
առանց էլ չեն հավատում, բայց ամեն դեպքում դրանք բան են, հա, այսպես ասած, այս ալիքները եւ ընդհանրապես ռուսական, քարոզչական այդ ամբողջ բանը արտադրանքը ինքը շատ բացասական, այս հոգեբանական ազդեցություն է թողում, հա, նույնիսկ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն իրանց տեսակետների հետ, հա, նրանք այդ ամեն ինչը որ նայում են, բորբոքվում են, հերվայնանում են, հա, եւ ընդհանուր հոգեբանական մթնոլորտը շատ չանում է, իսկ ինձ թվում է հենց այդ քարոզչության վնասը իրականում նա է, որ ինքը թշնամանք է սերմանում, ատելություն է սերմանում, վախ է սերմանում, նույնիսկ այն մարդկանց շրջանում, ովքեր դրան չեն հավատում, հա, եւ իրոք իհարկե այս հարցը վաղուց պետք է լուծվեր, բայց դրա հնարավորությունը չկար, հիմա հույս ունեմ, որ գոնե այդ հարցը կլուծվի, բայց իհարկե պետք է այս ամեն ինչը անել, կարծում եմ ավելի կարևոր է, որ լինեն հստակ քայլեր, քան հայտարարություններ, որտեղ մինչև հիմա Հայաստանը հաճախ ինչ-որ հայտարարություններ է արել, որոնք բուռն արձագանք են առաջացրել Մոսկվայում, բայց հետո այդ քայլերը կամ չեն արվել, կամ արվել են ամիսներ հետո, հա, արդյունքում այդ մենք ունենք ոնց որ Ռուսաստանի արձագանքը շատ բուռն, բայց չունենք արդյունքները, կամ այդ արդյունքները շատ ավելի քիչ են, քան մենք սպասում էինք։ Դրա համար ես կարծում եմ պետք է ուղղակի այդ ալիքները անջատվեն եւ առանց ինչ-որ չափից ավել հայտարարությունների, ընդհակառակը հայտարարությունների մակարդակով կարող է նույնիսկ ասվել, որ գիտեք դա ժամանակավոր է, չգիտեմ, տեխնիկական պատճառներով ուղղակի անջատեցինք, բայց մի տարի հետո կմիացնենք, հա, ինչպես Ռուսաստանն է անում սովորաբար, հա, իրանք այդ շատ սիրում են, որ ձևական, այսպես ասած, օրինականությունը պահպանեն, բայց անեն ինչ ուզում են, հա, այնպես որ այս իմաստով ես կարծում եմ, որ ռետորաբանության մակարդակով բոլորին պարտադիր չի ռուսներին մի հատ լրացուցիչ, այսպես ասած, ժղայնացնել, հա, իրանք իրոք ու չի ասի, որ հոգեվարք է, բայց ամեն դեպքում ոչ շատ adekvat ինչ-որ վարքի տարեր ենք մենք նկատում եւ դա հասկանալի է, որովհետեւ Ռուսաստանի ղեկավարությունը 20 տարուց ավել է արդեն նրանք որևէ տեղից չեն ստանում այլընտրանքային տեղեկատվություն, նրանք իրենց բունկերներում պարփակված են եւ նրանք կարող են ուղղակի լրիվ ոչ adekvat որոշումներ ընդունել, իսկ Հայաստանի նման երկրի համար իհարկե դա շատ ռիսկային է, դրա համար մենք շատ զգուշ պետք է լինենք, բայց դրանով հանդերձ մեր շահերը պաշտպանենք։ Ինչ վերաբերում է Քրիստիան Գրիգորյանի նշանակմանը, այո, ես կարծում եմ, որ այստեղ խնդիր է դրված, որ լրիվ նոր մարդ գա ու լրիվ նոր կառույց ձևավորի, դրա համար նշանակվել է մի մարդ, ու կարևոր չի որ նա կին է այս տեսակետից, չնայած դա էլ է շատ դրական, ինձ թվում է, նշանակվել է մի մարդ, որը այն հին կառույցների հետ որևէ առնչություն չուներ, որովհետև մենք հասկանում ենք, որ անվտանգության ամբողջ համակարգը Հայաստանում ցավոք սրտի տասնամյակներով եղել է ռուսական ազդեցության տակ, եթե չասենք ռուսական վերահսկողության տակ, եւ կարիք կա, որպեսզի նոր մարդիկ սկսեն զբաղվել այդ հարցով, եւ այս իմաստով կարծում եմ խնդիր չի, որ ասենք Քրիստիան Գրիգորյանը չի աշխատել ուժային համակարգում, հա, ես չգիտեմ նա հաջող ղեկավարի այս նոր կառույցը թե ոչ, բայց ամեն դեպքում տրամաբանությունը հասկանալի է, թե ինչ են հենց նրան նշանակել, իսկ որ կինա, ես կարծում եմ միայն դրական է, ցավոք սրտի էլի Հայաստանում մենք այս պատրիարխալ մտածողությունը ունենք ու չգիտես ինչի մարդկանց թվում է, որ կինը կարող է լինել միայն, ասենք, չգիտեմ, կրթության նախարար կամ առողջապահության նախարար, բայց վաղուց արդեն աշխարհում այդ կարծրատիպերից հրաժարվել են եւ կարծում եմ, որ այստեղ խնդիրը զուտ Քրիստիան Գրիգորյանի անձնական որակներն են, որը ես որպես մասնագետ չեմ կարող գնահատել, որտեղ իր հետ չեմ աշխատել, իրան այդքան խաչտանոց չեմ, բայց դե ենթադրում եմ, որ նրան նշանակելիս հաշվի առնվել է ավելի չեմ։ Նա ամեն դեպքում մաղթանք բարի երթ, Հայաստանի շահերը պաշտպանելու շատ լուրջ ֆակտոր է դառնալու ըստ իս այդ կառույցը։ Հուսանք շատ մոտ ժամանակներում կտեսնենք նաև առաջին արդյունքները։ Տես Ղարաբաղի այդ ինչպես ասենք, հեղաշրջում ասենք, իշխանության զավթիչներից մեկը Սամվել Շահրամանյանը մտել է Հայաստան եւ նրա հանդեպ կարծես թե դեռ այս պահին որևիցե քրեական հետապնդում չկա։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը հստակ իր լեգենդները շարունակում է ու համարում է, ասենք, հանցագործ նրանց գոնե, եթե ձերբակալում է, եթե ասենք երկար բանտարկության մասին դեռ չգիտենք քաղաքական գործիչների, բայց ձերբակալումների մասին գիտենք։ Արդյոք մի մարդ, որը որ դարձել է հիմնական պատճառը Արցախահայության հայրենակորստությանը, այսպես ասենք, հայրենիքի կորստին, նա չպետք է ասենք ունենա խնդիրներ հայկական օրենսդրության հետ։ Հայաստանում նրա հանդեպ որևէ քրեական գործ չպետք է հարուցվի։ Գիտեք, ես իրավաբան չեմ, դրա համար ես չեմ կարող ասել պետք է քրեական գործ հարուցվի թե ոչ, բայց
Ես քաղաքական պատասխանատվության մասին կարող եմ խոսել եւ կարող եմ այսպեսի հարց տալ, հա, ասենք եթե Հայաստանի որևէ ղեկավար, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը կամ մեկ ուրիշը, ասենք հրամանագիր ստորագրեր, որ Հայաստանի Հանրապետությունը լուծարվում է։ Ինչ գործողություններ կհետևեին դրան, այդ թվում, ասենք, իրավապահների կողմից, հա, այսինքն ինձ թվում գործողություններ կհետևեին։ Հիմա այս մարդը ստորագրել է մի նման հրամանագիր, ճիշտ է, ոչ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, բայց Արցախի Հանրապետության վերաբերյալ։ Հիմա իրավաբանները ավելի լավ կասեն, արդյոք Հայաստանի իրավապահները, հա, այդ հարցով իրավունք ունեն նրան ձերբակալելու թե ոչ, բայց ամեն դեպքում նրան շատ հարցեր կան։ Եվ այդ հարցերը վերաբերում են հատկապես վերջին շրջանից, սկսած այդ հեղաշրջումից, դրանից առաջ նաև հա թե ինչով էր նա զբաղվում Արցախում, որովհետև խոսակցություններ կան, որ ռուսների հետ համատեղ ինչ-որ ծրագրեր էր իրականացնում եւ այլն։ Այսինքն, այս հարցերին նա պետքա պատասխանի, թե նա կպատասխանի քննչականում, թե կպատասխանի լրագրողներին, թե կպատասխանի, ասենք, չեմ ազգային ժողովում ինչ-որ մի հանձնաժողովին, հա, չգիտեմ, այդ արդեն թող ավելի իրավական հենց ոլորտին առնչվող մասնագետները ասեն, բայց ես կարծում եմ նաև այստեղ էսի մի պահ կա, որ քանի որ հիմա տեղի ունենում ձերբակալություններ Ադրբեջանի կողմից, հա, Արցախի նախկին ղեկավարների, կարծում եմ նաև կարող է մի քիչ տգեղ դիտվեր, եթե այս ֆոնին, ասենք, Արցախի նախկին ղեկավարներից մեկին նաև Հայաստանը ձերբակալեր, կարող էր օրինակ Ադրբեջանի իշխանությունը դա ինչ-որ ձևով օգտագործել իր, պես ասած, PR-ի նպատակով, գուցե դրա համար նաև չեն շտապում։ Բայց ամեն դեպքում ես ճիշտն ասած ինձ համար մինչև հիմա առեղծված է մնում, թե ինչ տեղի ունեցավ Արցախում այս վերջին մի քանի շաբաթների ընթացքում, որովհետև ես կարծում եի, որ այն մարդիկ, ովքեր այդ հեղաշրջումը իրականացրեցին, ես իհարկե նրանց բարոյական հատկանիշների վերաբերյալ այդպես իլյուզիաներ չունեի, բայց ես կարծում եի, որ նրանք գոնե կարողանում են հաշվարկել, հա, որ նրանք գոնե ինչ-որ մտավոր կարողություններ ունեն եւ գոնե ինքնապահպանության բնազդ ունեն, հա, եւ երբ որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, ես զարմանքով էի տեսնում, որ ասենք նրանք ուրախանում են, հա, նրանց դաշնակիցները Հայաստանում ինչ որ հայտարարություններ են անում, որ հա, եթե հիշում եք, հենց երեք ազգային ժողովում դա նորից մեջբերվեց, պատիվ ունեմ խմբակցության անդամներից մեկի հայտարարությունը, որ ահա այս իշխանապողությունը ցույց է տալիս, որ Արցախը ունի հզոր դաշնակից եւ այդ հզոր դաշնակիցը Ռուսաստանն է։ Ասենք ես զարմանում եմ 2023 թվականի սեպտեմբերին, ասենք ոնց կարելի է չհասկանալ ինչ է տեղի ունենում եւ ասել, որ Արցախը ունի հզոր դաշնակից եւ այդ դաշնակիցը Ռուսաստանն է։ Այսինքն ըստ էության Ռուսաստանը իր սեփական գործակալներին հարվածի տակ է դրել, հա, օգտագործել է եւ հանձնել է։ Եվ սա իհարկե մի խնդիր է, որով պետք է զբաղվեն եւ իրավապահները եւ մեր փորձագիտական համայնքը, չգիտեմ, քաղաքագետները, վերլուծաբանները եւ այլն պետք է վերլուծեն եւ հասկանան, թե ինչ է սա նշանակում։ Եթե Ռուսաստանը արդեն այսպես զանգվածաբար իր սեփական գործակալներին հանձնում է, հա, այսինքն ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանում 5-րդ շարասյունը պետք է հետևություններ անի։ Գիտե շատ հետաքրքիր ասպեկտի վրա լույս սփռեցիր իմիջի պահով։ Տես օրինակ, եթե այդ մարդը դարձել է պատճառ Հայաստանի քաղաքացիները, ինչա արցախցիները, նրանց հայրենազրկման, ունեզրկման, սա ներքին հարց է, որ իհարկե հետաքննության պատճառ պետք է դառնա ըստ իս, եւ նաեւ միջազգային իմիջի, որովհետեւ մենք գիտենք, որ ըստ պայմանագրի նրանք Արցախի բանակի զինամթերք, այդ ծանր զինամթերքը, տանկերը, հրետանին եւ այլն պետք է փոխանցեն ռուսներին։ Սա նաեւ աշխարհի համար շատ կարեւոր մեսեջ կլինի, որ գիտենք Ռուսաստանը սանկցիաների տակ եւ հատկապես չի կարելի զենք մատակարարել ռուսներին։ Եվ այդ մարդը, եթե տալիս է ռուսներին, այսինքն ինքը դառնում է նաև աշխարհի համար հանցագործ, եւ սա նաև ծանրացնում է Ադրբեջանի իրավիճակը, չէ՞ որ տարածքը, որտեղից որ պետք է դուրս հանվի այդ տեխնիկան, հենց Ադրբեջանն է։ Իսկ հիմա սա նույնպես պետք է հաշվի առնել այդ մարդկանց հանդեպ, ասենք քրեական հետապնդում սկսելու ժամանակ, որովհետև սա Հայաստանի եւ ներքին քաղաքական եւ արտաքին քաղաքական ոլորտներին է առնչվում։ Բան ունես ավելացնելու այսօրվա իրադարձությունների հետ։ Դա զենքերի հարցի վերաբերյալ ասեմ, որ հաստատ կարևոր է մի հատ ասած հասկանալ, թե զենքերը ում ձեռքը կան եւ հետո ուր գնացին, եւ եթե իրոք ստացվի, որ այդ զենքերը ընկել են Ռուսաստանի ձեռքը եւ այլ առավել եւս հետո օգտագործվել են Ուկրաինայի դեմ, սա իհարկե շատ մեծ մի հատ, այսպես ասած, պատմություն է դառնում Ադրբեջանի համար։ Դրա համար իհարկե սրանն էլ պետք է հետևել։
Իսկ ընդհանուր առմամբ ուղղակի որպես այնպես եզրակացություն ասեմ, որ շատ վտանգավոր ժամանակաշրջանում ենք հիմա մենք գտնվում, բայց նաև հնարավորություններով լի եւ հույս ունեմ, որ մենք կկարողանանք վերջապես ինչ-որ դասեր քաղել այս ամեն ինչից եւ այդ վտանգներից խուսափել եւ հնարավորությունները օգտագործել։ Այո, շատ բարարդ հող էր Գրանադայում բանակցությունների համար, իսկ հիմա երբ որ Ալիևը փաստացի փախուստի գնաց Գրանադայից, հիմա էլ ավելի, ասենք, մեծ քայլերի կարող է Հայաստանը դիմել եւ իր եվրոպական գործընկերների հետ նույնիսկ ծրագիր մշակել, ինչպես, ասենք, վերադառնալ Մինսկի խմբի ընդունված հիմունքներին, որով որ Արցախահայության շահերը պաշտպանվում էին։ Ես շնորհակալություն եմ հայտնում, որ ժամանակ գտար թեկուզ կարճ, բայց մեր հետ զրուցելու, մեր լսարանից շատ հաճախ մարդիկ գրում էին, որ ցանկանում են քո հետ հարցազրույց տեսնել, մենք վերջապես դա արեցինք, հուսամ մոտ ժամանակներս կլինի ավելի շատ ժամանակ քննարկել ավելի կոնցեպտուալ թեմաներ, տեսնենք մեր Հայաստանի համար ինչ ավելի լավ ապագայի տեսլական կարող ենք, ասենք, միասին քննարկել։ Շնորհակալ եմ եւ հաջողություն։ Ես էլ եմ շնորհակալ, հաջողություն։